Շարունակելով մեր տրադիցիոն դարձած արդեն այս վերջի 2 տարին մեծ լապարասկոպիկ շաբաթները, այս մայիսյան շաբաթն էլ ավարտի եկավ եւ եւս 10 պացիենտ բուժվեցին լապարասկոպիկ եղանակով տարբեր ուրոլոգիական հիվանդություններով, հիմնականում իհարկե ուռուցքաբանական բնույթի, որտեղ ունեն չարորակ գոյացություններ երիկամների, շագանակագեղձի բուժման մեջ ներառում են հիվանդներ, որոնք ունենում են համակցված պաթոլոգիաներ։ Այսօրվա երիտասարդ պացիենտը ուներ պատահական հայտնաբերած փոքր երիկամի նորագոյացություն եւ որովայնի խոռոչի օրգանների մեջ կիստոզ ավելի մեծ գոյացություն, որը կարիք ուներ վիրաբուժական մենեջմենտի եւ հաջողվեց համատեղ մի վիրահատության ընթացքում կատարել ինչպես ուրոլոգիական մասը, այսինքն հեռացնել այդ երիկամի վրայի ուռուցքը, ազատելով հիվանդին եւ փրկելով իր կյանքը, այնպես էլ քանի որ մոտեցումը ոչ ինվազիվ էր եւ լապարասկոպիկ, հիվանդի վիրահատությունը շարունակվեց լապարասկոպիկ, որովայնամզի այդ կիստոզ գոյացությունը հեռացնելու եւ այդ խնդիրները լուծելու։ Հետագա անելիքները իհարկե կախված կլինեն հիստոլոգիական, այսինքն լաբորատոր ստուգումից հետո եւ հիվանդին ըստ ստացած պատասխանների կառաջարկվի թե հսկողությունը, թե հետագա բուժումը, եթե կարիք եղավ